Դե չես պատկասնում ինչ ես բաց թողել։ Ես իմացա։ Ափսոսում եմ, որ ամենաինտրիգային, ամենաքննարկված, նաև թույլ տուր ասեմ, որ ուժեղ մասնակիցներից երկուսը դուրս են եկել, մասնավորապես Լիան ու Աղասը։ Լիան ընդհանրապես ամենաշատ քննարկված մարդն ամեն նախագծի, բայց այլևս Լիա Զախարյանը Արմ Գեմսունչի եւ Աղասն էլ լքեց իր տեղը զիջելով Լիային, բայց Օ, ինչեր են եղել Արամ, ինչքան եմ փոշմանում, որ բաց եմ թողել։ Այո, ինչպես տեսնում ենք, սիրելի հեռուստադիտող, արդեն եղանակը մեզ մոտ փոխվել է, բավականին կանաչ է, արև է ու հետաքրքիրն այն է, գարուն է եկել։ Բայց ասեմ, որ եղանակը մեկը ցրտոտ է։ Եղանակը ցրտոտ է, բայց բնությունը հիասքանչ Ծաղկաձորում, այլ մասնավորապես Սիա Resort & Spa 5 աստղանի շքեղ հյուրանոցային համալիրում, որը մեզ հյուրընկալել է արդեն 7-րդ շաբաթը, այսօր մենք մեր միսիան ավարտվում է Սիա Resort-ում, որտեվ այսօր վերջին թիմային խաղն է լինելու, մյուս շաբաթ մենք գնում ենք Երևան եւ լինելու է եզրափակիչ խաղ, անհատական խաղեր։ Հասկացա։ Երեք տեխնացու ես իմ անունն եմ, Մանո Գևորգ, ճիշտ է կոֆե են բերում, բայց ամեն դեպքում եւ իհարկե Ագնես ջան։ Ու այս կատակ չի։ Այնքան վստահ եմ էլի հաղթելու ենք։ Կոֆեն եկավ։ Մերսի։ Ինձ թվում է այսօրվա խաղը, եթե հաղթենք իմունիտետ չի լինելու, այսինքն նու կիսաեզրափակիչ ենք։ Ինչ որ բոնուսոտ բան արնելու ֆինալի ենք հանգիստ։ Հիշենք, որ Գևը մի հատ շատ կարևոր քար ունի։ Որ օգտագործելու Ագնեսի դեմ, չէ՞ քվեարկելու եք այսօր դուք։ Քարտիշից։ Կավայր դեպ քվեարկել։ Հիմա չկա քո դեմ քվեարկելու, բացատրեմ խի։ Քեզ քվեարկենք դու ուրիշն ես ուղարկելու, так что իմ դեմ ես շատ զեն ստացա այսօր, շատ վատ բաներ եմ բաներ։ Հələ նայեք ով է գա։ Օպանա։ Օպա։ Անունը սա գրած։ Դե լավ կարդա։ Հարգելի Ագնես։ Հարգելի Ռաֆ, ընտրիր քեզ համար մեկ մասնակցի, որի հետ միասին հատուկ առաջադրանք պետք է կատարեք նախքան մեծ խաղը։ Հարգանքով, Արամ եւ Անահիտ։ Ռաֆը պետք է ընտրի ինչ-որ մեկին։ Գուշակեք ում։ Մի վարքան։ Սա այն բոնուսի մասին է խոսքը, որ մեծից առաջ խաղում ենք։ Կամ Ռուբո, կամ Էդո, բայց Ուժեղ խաղացող ընտրի գնանք դրանք ինչա։ մինչև մեծ խաղը մի բան պետք է անենք։ Դերևի խաղ կլի։ Հաստատ խաղ։ Էդո։ Գնամ։ Բոնուսի խաղա։ Կարաս ինձ է ընտրես։ Մի քիչ Ռոֆը ընկերը տակած Ես գնում եմ, всё, ես եմ։ Հա, Էդոն։ Զուտ որի հետ խաղացել ենք մի երկու անգամ։ Հուսամ լավ բան է երկուսից համարել։ Հուսամ։ Կամ կարող մեկից համար լավ, մեկից համար վատ։ Եթե լավ բան լինի, դա անարդարացի է, որ ուղղակի քեզ է ընտրվել այդ լավ բանը անելու համար։ Ես կբողոքեմ։ Միակ աղջիկն եմ ստեղ մնացել։ Դա ինչ անենք, որ աղջիկ ես այդ առավելությունը տալի։ Այո։ Դե այսօր այդ առավելությունը կհանենք մեկին։ Հավեսպային ասելը։ Դե մտածի 2 րոպե ընտրի։ Ռոզային ընտրել։ Ռոզային խինտրեմ։ Չէ ասա։ Կասպատին ինուշի։ Չեմ կարծում, որ ռիսկային ինչ-որ բան լինի, այնց որ հանգիստ կարաս ընտրես։ Ամենայն հավանականությամբ Մարտիրոսյան Գևի ու Ագնեսի առաջադրանքի նման ինչ-որ բան է լինելու։ Ընտրությունը քոնն է, բայց իմացի յուրաքանչյուրս պատրաստ ենք։ Ես պետք է ընտրություն կայացնեի ու որոշումս երկու մարդկանց միջև էր տատանվում, կամ Էրմինա, կամ Շուշան։ Բայց ամեն դեպքում Շուշան։ Ես որոշում Շուշանի հետ գնամ այս խաղին։ Զուտ նոր ես եկել, համել կհասկանանք ինչքանով ես խմբի համար վիզ դնում, այսպես ասած։ Բայց ամեն դեպքում այսօր մեր վերջի խմբային խաղն է լինելու ու պետք է մաքսիմալ վիզ դնենք, համ այդքան պարտությունից հետո մեր հաղթանակ պետք է լինի, թե չէ։ Լավ կլինի։ Կասեի գիպ ուռա, բայց դե ոչ գիպ թողեցի քոչ ուռա թողեցի։ Խաղերի ժամանակ չօգնեց այդ գիպ ուռան։ Ընդհանրապես։
Ուրեմն ես հիմա մի հատ թաքուն բան եմ անելու։ Մի բան, որը նույնիսկ Անահիտը չգիտի։ Ես մասնակիցներից մեկին մի հատ շատ լուրջ առաջարկ եմ անելու, բայց ինքը պետք է դավաճանի իր թիմին։ Արել եմ այս առաջարկը այն մասնակցին, ում դեմ այսօր պարտվելու դեպքում իր թիմակիցները կարող են քվեարկել։ Եթե նա վերցնում է իմ առաջարկը, նա ունի իմունիտետ։ Եթե ոչ, նա այսպես թե այնպես գնալու է փոքր խաղեր։ Հիմա բացատրում քեզ ինչի համար եմ ստեղ կանչել, նախ Անահիտն էլ չգիտի։ Սա իմ միտքն է, իմ որոշումն է։ Արդեն վատ է։ Ես մտածում եմ, որ այսօր դու կարաս հանգիստ հայտնվես վտանգավոր գոտում։ Դու ոնց ես մտածում։ Նույնը։ Ուրեմն ես քեզ առաջարկում եմ։ Ահա։ Ինձ պետք է, որ դու դավաճանես քո թիմը։ Չէ, չեմ կարա։ Կարաս։ Հաստատ չեմ կարա։ Ասում հաստատ կարաս։ Ես քեզ դրա համար տալու եմ ուղեգիր դեպի եզրափակիչ։ Գինը բարձր է։ Ու վերջին թիմային խաղն է։ Վերջին թիմային խաղն է։ Քո դեմ չեն կարող քվեարկել, բայց դու կարաս քվեարկես։ Հիմա պետք է պատասխանել։ Արի անենք։ Ես վստահ եի, թե չէի կանչի քեզ այստեղ։ Բայց մի հատ բան, որը կուզեմ թե դու իմանաս, թե հեռուստադիտողը, եթե դու այնպես չարեցիր, որ քո թիմը պարտվի, ու քո թիմը հաղթեց, դու գնալու ես վտանգավոր գոտի մի անգամից։ Ու ես բարձրաձայնելու եմ, որ դու ես դավաճանը։ Որոշումը կայացված է, որոշումը չես կարող փոխել։ Հենց որ ես սպասում եմ ձեր թիմի պարտությանը եւ քո ճանապարհը դեպի եզրափակիչ։ Դե ինչպես Ռաֆը, այնպես էլ Ագնեսը ընտրել են իրենց զույգերին, Ռաֆը լինելու է Շուշանի հետ, Ագնեսը Էդոյի հետ։ Ես էլ Ագնեսին այդ հարցը կտամ, որ ինքը իմանար, որ պետք է քաշեն մեքենա, այո։ Շատ խնդալու է, որովհետև եթե ժամանակը հետ տայ, Մանոյին կընտրեի, ստեղ ուժ է պետք։ Արամ, չգիտեմ ոնց ես մտածել, գիշերը քնել, առավոտ արթնացել, ոնց ես մտածել, որ պետք է այս երեխեքը սա քաշը։ Նայ, հնարավոր չէր ունենալ սենց նվեր ու չօգտագործել չխաղարկել իրան։ Արամ ջան, լուրջ տանգ բերե իր ախպեր, տենց լավ չի։ Ես էլ ուրեմն այսպեսի բան եմ առաջարկում։ Եթե Դավայ, համաձայն եք, խնդրում եմ արեք ու Ինչի։ Արամ ամեն ինչ կարամ, կարաս այս ավտոն դու քաշես։ Մենակով, վերջում քաշում եմ։ Ասեք։ Ես մենակով քաշում եմ։ Ես մենակով վերջում քաշում եմ, մենակով։ Իրանք երկու հոգով, ես մենակով, հարց չկա։ Ինչևէ, ելներես, այս խաղը ինչի համար է, որ թիմը հաղթում է մեծ խաղից առաջ ունենում է առավելություն, այսինքն սա մեծ խաղը չէ։ Սա խաղ է առավելության համար։ Եթե հաղթում են աստղերի թիմը, ունենում են առավելություն, եթե բլոկերների թիմը, ունենում են նրանք առավելություն։ Ինչպես տեսնում ենք, եզրակիցը բույի դրոշներն են։ Այո, մեքենան ամբողջովին պետք է անցնի, ես կկանգնեմ այնտեղ, դու կտաս ստարտը, ես կպայեմ վայրկյանաչափը։ Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ մեր Arm Games նախագծի գլխավոր նվեր, հա, այս BYD մեքենան կհասցնի եզրակից ավելի արագ։ Այսինքն բլոգեր, սենց ասեմ, եթե ես ասի քաշեմ ու սրանով վերջում տուն չգնամ։ Առաջինը սկսում են աստղերը, արդեն Շուշանն ու Ռաֆը պատրաստ են, եկեք։ Կյանքում առաջին անգամ ես պետքա քաշեմ ավտոմեքենա։ Էն էլ Ռաֆի հետ։ Ու Ագնեսի ու Էդոյի դեմ։ Մենք արդեն այստեղ պատրաստ ենք, լարվում եք։ Ահա որ։ Ուժային փորձություն, շատ դաժան ու դժվար փորձություն, մասնակիցներն արդեն պատրաստ են, Շուշ, Ռաֆ, պատրաստ եք։ Իհարկե։ Սկսեցինք։ Ռաֆ, դավայցե։ Շուշա թա, Շուշա թա։ Պարկի Շուշա միարա։ Անգնումա։ Իզարմանս ինձ հեշտ էր իմ համար, բայց նայում եմ Ռաֆին, Ռաֆը կոնկրետ տանջվում է։ Ահա որ բախեցած էի մինչև այդ ստարտը տալը, հետո երբ որ ստարտը տվեցի ու հասկացա, որ չէ, մեքենան գնում է ու հեշտ է, բայց ամեն դեպքում հնարավորինս շատ ուզում էի ծանրությունը իմ վրա վերցնել, որ Շուշանի համար ավելի հեշտ լիներ։
Շատ բարդ է ասեմ, որ մենք մեքենայի մեջ երկու ծանրակաշ տղա ենք նստացրել, ով մենք տեսնենք հեշտացնում։ Քառասուն երկու վայրկյան, 46 միլիվայրկյան, կարծում եմ հրաշալի արդյունք է, ինձ տենց է թվում, ինձ թվում է բլոգերների համար շատ դժվար լինում։ Շնորհավորում ենք Հասրին, ամեն դեպքում ֆանտաստիկ Ռաֆտ ու Շուշանն աշխատեցին։ Նրանք գազաններ են։ Շատ դժվար է։ Դժվար չի, դիմաց նայ։ Ես այսպես ասեմ, այդ 4-ից ով հաղթեց, ով տուն տարավեց մեքենան, հանգիստ կարող է ասել, որ իր սեփական քրտինքով աշխատած մեքենան է։ Պատրաստ եք երեխեք։ Մանո ջան, խնդրեմ։ Չէ, դից չեք կարա, ես պիտի մնամ ստեղ։ Մանո այս հաղորդման ուժն է, մտավոր ուժը, ֆիզիկական ուժը։ Պատրաստ եք երեխեք։ Պատրաստ։ Ուշադիր։ Գնաց։ Խաղը անհնար է թվում, սկիզբը շատ դժվար է գնում։ Թվում է թե տրամաբանությունը հասկանալի է, որովհետև բոլորս էլ բրդել ենք մեքենա, ինձ թվում է նույն տակտիկայով պետք է արվի, բայց քաշեցի ու հասկացա, որ չէ, նորից ուրիշ ձև է պետք անցնել։ Բացի նրանից, որ մտածում եմ քաշելու մասին, նաև մտածում եմ չքաշվեմ դեպի աջ, որ ալնեսին չխփեմ, ինքը չքաշվի ձախ, որ ինձ չխփի ու համ իրար օգնում ենք, համ խանգարում ենք։ Էս կողմարի, Ագնես, ուղիղ քայլեք։ Ագնեսի ու Էդոյի քաշելուց հասկացա, որ վсё, կրվան կտե։ Ագնես էս կողմ։ Բաբա, Ագնես չհասնվեք։ Քաշի։ Բրտի։ Թափ։ Կարմիր եզրակիցը տեսա, տրամադրությունս փոխվեց ու սկսեցի բարել։ Արագ, դանդաղի։ Սրտանց աջակցում եմ Ագնեսին ու Էդոյին, բայց համել հասկանում եմ, որ մենք կհաղթենք։ Ասեք, որ հավես էր, շատ հավես էր։ Ասա, որ լավն էին։ Այո, երկու թիմն էլ շատ լավն էր։ Ապրեք, ես այս բան չեմ ասի, ով ինչ միավոր է, ով ինչ վարկյանը չափով էր, որտեղ ես քո մարտահրավերը ընդունել եմ։ Ես եմ հիմա քաշում։ Մենակ քաշում ես դու։ Այո։ Իմ օգնությունը պետք չի։ Ոչ, կաբլուկներով որ գաս ավելի խանգարես։ Կասկածես։ Կոշիկներ ես նայեք, էլի, մամայի կոշիկներով եմ եկել։ Բայց վստահ ես, որ կարաս։ Դե չեմ կարակ մոնտաժ կանենք։ Ու հայտարակ չեմ ելնելու։ Խնդրում եմ, եթե չկարողացավ քաշի, մոնտաժ չանեք ու կթողնեք։ Արամ ամեն ինչ կարամ մարտահրավերն ընդունված է, Արամն արդեն պատրաստ է, ես էլ վարքյանաչափն եմ պահում։ Արամ։ Այո։ Գնաց։ Այսքսի քայլեք։ Շատ լավ է։ Այսքսի բազ է։ Չեմպիոն։ Давай, Արամ։ Давай, էլի։ Գնա։ Լավ։ Ուրա։ Լոպե 25, ապրես։ Չեմ հավատում։
Արա չեմպիոն ես։ 44-20։ Արամը ունի առավելություն հաջորդ խաղում։ Արա ներնալը սպասեք։ Նա ջուր բերեք, ախպեր, մեծ մարդ է։ Հավասյան կեն, հիմա ես, գնացի։ Գնազատնով։ Շատ լավ, մենք արդեն այն տարածքում ենք, որտեղ պատրաստված է մեզ համար մեծ խաղը, բայց մինչ այդ պետք է ասենք, թե որ թիմն է հաղթել։ Ես մի հատ հիշացրուի արդյունքները։ 44-20։ Ես մենակով վաստակեցի 44 վայրկյան եւ 20։ Բլոգերների արդյունքն է 52 վայրկյան 0.5 միլիվայրկյան։ Էլի լավ է։ Էլի լավ է։ Լավ է։ Բլոգերներից Դե հա, տենց ստացվեց։ Եվ Աստղերի թիմի միավորը վաստակած միավորը Ռաֆի եւ Շուշանի 42 վայրկյան, 46 միլիվայրկյան։ Հաղթող եք ճանաչվում դուք եւ դուք ունեք առավելություն։ Կարևորը էլի բլոգերի շնորհիվ։ Լավ, հիմա ինչ կասեմ ինչ է կատարվելու, նախ եկեք բացատրեմ խաղը։ Ամեն թիմից մեկական հոգի պտուտակի վրա պետք է պտտվեն եւ հակառակ թիմի մասնակիցները պետք է պտտեն դրան մասնակիցներին։ 3 մասնակիցներն էլ աչքերը փակ վիճակում պետք է ճիշտ շարեն նոր տուն ընկերության պատուհանները։ Աչքերը փակ մասնակիցները կարող են 10-ական պատուհան տեղադրել։ Ամեն 10-ից հետո էստաֆետը հանձնում են հաջորդին։ Ով առաջինը ավարտում է ամբողջ պատկերը, նա էլ ճանաչվում է հաղթող։ Դուք ունենալու եք հնարավորություն 2 հատ պատուհան արդեն խաղի սկզբից դնել, դա արդեն հրաշալի է։ Հիմա ստեղ ունենք շատ կարևոր որոշիչ բան, բլոգերների թիմը 1 հոգի ավել է։ Այս դեպքում աստղերը պետք է որոշում կայացնեն, թե ով չի մասնակցելու բլոգերների թիմից կամ ում են ընտրում։ Հարցս ուրիշ ձևակերպեմ։ Ընտրեք այն մասնակցին, այսպես մասնակիցներից, ով կգա ընդառաջ դեպի ձեզ։ Խնդրեմ։ Քանի որ մենք 1 հոգի ավել ենք, մեզից մեկը պետքա չխաղա։ Իրականում ես չեմ ուզում այդ ռիսկի տակ գնամ ու կատարեմ խաղադրույք ու լիայի պես դուրս թռնեմ։ Ձեր որոշումը։ Մեր որոշումն է Էդո։ Էդո ջան, արի առաջ։ Դու ունես պատասխանատվություն ես պահին։ Աստղերի թիմը քեզ այս պահին դնում է պատասխանատվության տակ։ Վճռորոշ որոշում է լինելու։ Դու պետք է ընտրես այս 5 մասնակիցներից ով է փոխարինելու քեզ քո դիրքում։ Բայց ասեմ, դա այդքանով չի ավարտվելու։ Գևը։ Փոխվեցին Գև ջանարի։ Քո որոշումը։ Էլի պետքա փոխարինեն։ Հիմա ուն ասա։ Okay։ Ուբա։ Շատ լավ։ Հետո Ագնես կներես։ Ագնես։ Փոխվեցին։ Շատ բարդ ընտրության առաջ եմ։ Քեզ եմ քվեարկել Էրիկուն։ Ֆիքսեք իմ արտահայտությունը։ Ագնեսի որոշումից է կախված վերջնական որոշումը։ Ակնհայտ հասկանում եմ, որ Արամը ստեղ ինձ մանիպուլացնում է։ Ագնես, դու ես ընտրում։ Արամը խոսում է, ես չեմ հասկանում ինչա, մենակ լսում եմ Ռաֆային եմ ընտրում։ Ռաֆային կհասնի այն քարտը, որը պատրաստել եմ ես։ Լավ Ագնես, որոշեցիր վատությունը ինձ անես։ Ոչինչ։ Ուրեմն առաջին անգամ պատմության մեջ նենց է ստացվել, որ ես չեմ որոշել, թե ինչ է լինելու մասնակցին։ Բայց արդեն որ հովանավոր է, արդեն դա շատ վատ չի։ Սյանի ժամանակներ առաջ ես չգիտեք ինչքան ուրախ եմ, որ Ագնեսի ընտրությամբ եղավ այս որոշումը։ Ընդամենը 1 շաբաթ առաջ խոշոր գումար էր խաղարկվում 500,000 դրամի չափով, որտեղ Ագնեսի ընտրությամբ միանձնյա Ագնեսի ընտրությամբ, որտեղ ամբողջ թիմը ասեց Ռաֆը, Ագնեսի միանձնյա ընտրությունը կանգնեց Մանոյի վրա, Մանոն ունի արդեն իր բանկում 500,000 դրամ։ Իսկ Ռաֆը հայդալեկը Pinkberry ընկերության կողմից ունի կարթա։
Հարգելի մասնակից, Pink Bear-ին քեզ նվիրում է այն, ինչ դու այդքան շատ ես ցանկանում։ Դու անցնում ես եզրափակիչ։ Իմունիտետ է։ Բայց քեզ եմ քվեարկելու։ Pink Bear-ի Ռաֆ, դու չես մասնակցում ոչ միայն այս խաղին, այլ նաև դրանից եկող մյուս խաղին էլ չես մասնակցում, որտեղ մի խաղ էլ է լինելու։ Դրա մասին քիչ անց։ Իսկ հիմա թիմերը դասավորվել, շնորհակալություն Pink Bear-ի, սա նվիրում եմ քեզ։ Շնորհակալություն։ Ռաֆը կարող է դիրքավորվել, հիմա ձեզ խնդրեմ, ընտրեք այն մասնակիցները, ովքեր պետք է լինեն աչքերը փակ, ով պետք է լինի պտուտակի վրա, ով է պտտացնելու մասնակցին։ Ես որոշեցի, որ ես կպտտվեմ, որտեղ իմ սիրտը երբեք չի խաղնում ու իդեալական տենում եմ։ Քանի որ Ռոզան միակ մասնակիցներով սրտխառնոց չուներ եւ չէր ունենա, այդ իսկ պատճառով որոշվեց, որ Ռոզան պտտվելու է, իսկ ես, Էման եւ Շուշանը լինելու ենք փակ աչքերով։ Մասնակիցներն արդեն պատրաստ են, նոր տան տախտակները պատկերներով պատրաստ են, Ռաֆ պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ։ Այո, սիրելիներս, նաև աչքերը փակ մասնակիցները կխնդրեմ ասեն ամեն թիմից ով է առաջինը։ Բլոգերներից ով է առաջինը։ Գևը Մարտիրոսյան, իսկ աստղերից Էմա Սապունջան։ Քանի որ Էմա ջան, դուք ունեք արդեն առավելություն, առաջին մասնակիցը, որը դու ես 8 հատ պատուհան պետքա դնի տախտակի վրա։ Մենք խաղը սկսում ենք առավելությամբ, բայց փորձը ցույց է տվել, որ մեզ դա երբեք չի օգնել։ Բոլորս պատրաստ ենք։ Ռոզալիա ոնց ես։ Լավ եմ։ Պատրաստ ես։ Այո։ Ռոբ։ Այո։ Ամենաբարձը ձերն արինելու սիրելիներս։ Եվ այսպես 1 2 գնաց։ Առաջինի առաջին։ Ռոզ։ Դիր, երեք առաջինի առաջին, դիր։ Այ։ Երկրորդի վեց։ Առաջինի երկրորդ, շուտ։ Թեքի, դիր։ Առաջինը Գևն է, իդեալական անումը այն, ինչ ասում եմ։ Երորդի հին, վերքև, գնա հին, գնա, այ էտա, դավայ Գև, հաջորդը։ Էլի։ Շրջի։ Ոնց են, մի հատել, դիր, հաջորդը։ Ընդհանրապես դժվար խաղ չի, առաջի խաղն է, որ հաճույք եմ ստանում ու փորձում եմ շուտ հասկանամ Ռոզան ինչ ասում ու տեղավորեմ քարերը իրենց տեղում։ Նայում հիմա Ռոզալիային Ռուբոյին գլուխս պտտվում է։ Ամենաբարդը իրականում Ռուբոյի եւ Ռոզալիայի համար է։ Չորրորդի երկու, հաջորդը։ Ներքև, մի վարկյան, հորս սարև ուրա իպի։ Ներքև, մի վարկյան արևս։ Ենքով գնա տենամ, թեքի։ Գևորգի վերջինն է։ Թեքի, էլի, այա տենց։ Գևորգ փոխում ես, երկրորդ մասնակիցը Էդոն։ Մի վարկյան, չորրորդի երորդ, ներքև, գնա։ Ռուբոյձենը լավ բարձր է, լսում եմ իրան, բայց իմ պարագայում աչքերս պագան մենակ ձեռներս է, որ կարող է հաշվել ճիշտ տեղն եմ դնում թե չէ ու վախում եմ, որ կգցեմ արդեն դրած տախտակները։ Ֆրծրա, ատենց, դիր, շուտ, արագ։ Էմա փոխվեց, Էմ կանակ։ Հաջորդը։ Ասա։ Շուշո։ Հինգի մեկ։ Ներքև, ճիշտ է։ Այ, երկուսի երեք։ Մի վարկյան, ուրա, արա չեմ տենում։ Շրջի։ Արա չեմ տենում, երորդի չորոք։ Հաջորդը։ Ֆրծրա, չէ, Արագ, էլի, ատենց, դիր։ Շարում եմ նկարները ու զգում եմ, որ համ Ռուբոյի ձենն եմ լսում, համ Ռոզալիայի ձենն եմ լսում ու Ռուբոյի ձենը ավելի շատ եմ լսում, որովհետև Ռուբոն ավելի արագ է ասում։ Դավայ, արագ։ Երկրորդի երորդ։ Արագ։ Հինգերորդի առաջին։ Դիր, թեքի, ապրես։ Հաջորդը։ Էդոն սկզբում խաղնվում էր, բայց հունի մեջ ընկավ ու սկսեց կատարել։ Եվ մի վարկյան, ուր այդ անտերը,
խորհրդի վերջինը։ Գնամ նավեր։ Շուտ։ Փոխրա։ Հիս։ Երկու։ Քարտանգել։ Ինչ է կատարվում։ Ագնես դու ես։ Առաջինի երրորդ։ Առաջինի երրորդ։ Գնա, հետա։ Հիշ։ Թեքի։ Սենց։ Աղջի ֆակրա։ Վայ, ո՞ր կողմի գորա։ Աղջի հակառակ կողմ։ Երևի լարվում է, մի գորա։ Ֆակրա։ Թեքի։ Վայ, մի գորա։ Նայեք, պտտվում եմ, գոռում եմ, սիրտը սկսում է խառնել, Ագնեստի ասում է մի գոռավրես։ Ագնես, հանիս խալես։ Ագնես, լսի ինչ ասում Ռուբո։ Շուշաննա փոխվեցին, վերջին երրակներն են մատնել։ Առաջինի 5։ 5-ը դրած է բայց։ Առաջինի։ Առաջինի 5-ը դրած է։ Սպասի, չէ, շուշ։ Առաջինի 5։ Ճիշտ է դրել։ Վայ, ճիշտ ես դրել, աղջի։ Հետ գնա։ Հետ էլա ճիշտ։ Հաջորդը։ Ագնես, ամենաներքևինի վերջինը։ Գնա, ներքև, ամենավերջ գնա։ Հիմա Ագնես չգնաս, դիր, այդ դրա կողքի քարտը վեկալ։ Ես։ Հա, տար հետ, տար ձախ, Հետը քեզից որնա։ ձախ, հա, վեկալ գնա ձախ գնա։ Մի այդ է, ապրես, չէ, դիրըտ է, շո, ապրես, շուտ, Դուր, Իբարկյան, ոյ, ներքև, Մի վարկյան արևս։ Ճիշտ է, դու ձևով դիր, երեքի, չէ, ահա, ապրես։ Այ Ագնեսը, ինձ ասեմ, մոնո ներկայացում էր խաղում ընդե։ Ասա։ Մի վարկյան, Շրջի։ Չէ, թեքիկ է, ապրես, չէ, թեքիկ է, այդ են, կարա։ Շրջի։ Հիմա կնում եք։ Ճիշտ է։ Ամենաներք Ճիշտ է։ 5-րդ սարքի 5-ի 5։ Աստղերը խփերով գնում են առաջ, Ագնեսին միջև բացատրում են ոնց պտտվի, հոգից դուրս էր գալիս։ Հակառակ կողմ։ Սպասերա, այդ են, դիր։ Սպասի։ Մի հատ ռացի։ Չէ, 4-6, արագ։ Վերջինն է մնում։ Ահա։ Շուշանին մնաց վերջինը։ 3-3։ Մի հատ ունենք դուզելու։ Ճիշտ է։ Շուշա հիմա լսի մի հատը սխալ է։ Երկու հատնա սխալ, Ռոզալիա։ Ավարտել ենք, նայում եմ, ասում են, որ երկու հատ խախտում կա, երկու պատկեր սխալ է։ Այդ պահին մի քիչ պանիկա էր մոտս, բայց ասեցի վсё։ 2-5, արագ։ Անի, 2-5, արագ։ Մի հատ է սխալ կա։ Լսում եմ, որ ինչ-որ սխալ կա ու Ռոզալիան պետք է ասի ինչ փոխեմ։ Ասա Ռոզ։ Մի վարկյան։ Ռոզալիան լռում է, չգիտեմ ինչ անեմ։ Սխալ է դրած, ուշադի դիրքը սխալ է։ Մի պա այդ տեմպի մեջ չեմ հասկանում ինչ է կատարվում։ 3-6, Չեմ հավատում։ Լուրջ։ Խրճակս պատրել եմ, հանուն հաղթանակ։ Գազել ես այսօր դու բոլորին գզել ես։ Գզեցի ամենը եւ բոլորին։ Իրանք սխալ ունեին, հասցնում էր ես վերջինը դնել։
Վայ, քիչ է սաղջի։ Բան դաբրես չկա։ Դու էլ նու անջանա։ Ես մեկը Առաջի պարտությունը տեր ոչի։ Բան բուրգեր։ Սպորտում ասա բայր բուրգեր։ Մուլանի Վերջապես։ Մանո շատ, Ցավիպես եկել եմ։ շատ հոգատար է։ Բրավո։ Շատ լավ եք աշխատել։ Բարտվեցինք։ Այդ պահին սաղ վրես ազդում էին։ Ագնեսը որ սկսեց լացել, вообще սկսեց վրես ազդել, որովհետև փաստացի իր պատճառով մենք այս խաղը կրվանք։ Երազի Սենց ասեմ կարող ենք վայելել հանգիստ սրտով։ Թե հաղթելու։ Հաղթելու եւ իհարկե վայելելու ժողովուրդ ջան։ Բայց գացիկ այսօր գիգի պուռա չասեցինք ու կրեցինք։ Ճիշտ է։ Ասում եմ, Անիծածեր է արտահայտությունը։ Անդե Հաստատաբար բոլորս անցել ենք Փոխարը փառահեղեր։ Շնորհակալ եմ։ Իմ ու Շուշանի մեքենան քաշել է ուղակի։ Փառահեղեր։ Փառահեղեր։ Դեր դասավորելը փառահեղեր։ Այո։ Փառահեղներով։ Վերջապես ոչ ոք մեր թիմից դուրս չի գա։ Շատ հաճելի է դա։ Հուսով եմ էլ ներսը չի գա ոչ մեկ։ Ոնց կա տենց կմնա։ Ես օքեյ եմ ժողովուրդ, ես գոհ եմ։ Իմ։ Ռաֆա եւ աղջիկները ներկայացնում են։ Իսկ կփոխանցես որ խնդրեմ։ Որ մեկ։ Այդա։ Box master բայ։ Շնորհակալություն։ Arm Games-ի այս եթերաշրջանի թմային խաղերը այս պահից ավարտված են։ Այսուհետ դուք կմրցեք միմյանց դեմ, այլ ոչ թե թմերով։ Այնպես ստացվեց, որ բացման եւ թարգման խաղերը հաղթեցին աստղերը։ Գրեթե մնացած բոլորը բլոգերներն են հաղթել, բայց վերջին խաղում դուք հաղթեցիք եւ շնորհավորում եմ ձեզ, դուք ամբողջ թիմով այսօր ունեք իմունիտետ։ Բրավո։ Ձեզ չեն կարող քրակել, դուք չեք քրակելու, որովհետեւ քրակությունը լինելու է միայն բլոգերների միջև։ Բայց տեսնում եք հիմա դրված է այստեղ կուբեր։ Տեսնում ենք։ Այսօր մեր գործընկերները շռայլ են։ Եվս մեկ հնարավորություն կա պարտվող թիմի ներսում ունենալ իմունիտետ։ Վեգա ընկերության հետ համատեղ մենք պատրաստել ենք մի խաղ, որը տեղի կունենա ձեր մեջ։ Երբ որ մասնակիցը հաղթեց, նա նույնպես այսօր չի քրակվելու, ինչպես Ռաֆա Հայդալեկը։ Լավ, խաղը ինչի մասին է։ Դրված է երկուական կուպ միմյանց դիմաց, բլոգերները պետք է ընտրեն թիմակից, աստղերի թիմից։ Ուրեմն խաղը բարդ խաղ է, բավականին բարդ խաղ է, սա բավականին ծանր է այս իրը։ Կարող եմ։ Այո։ Հա։ Դե սենց պահելու համար ծանր է։ Սա օդում պետք է պահվի ոտքերի միջոցով։ Շնորհակալություն։ Էլ ավելի բարդ։ Դուք ընտրում եք թիմակից, որ հետ միասին օդում այսպես պետք է պահեք։ Ոտքերով։ Որ մասնակցի մոտ այդպես էլ չընկավ սա գետնին, նա քրակությունը չի մասնակցել, ունենալու է իմունիտետ։ Ան վերջին ընկավ։ Ան վերջին ընկավ, այո։ Հիմա խնդրեմ, ընտրեք մասնակիցներ, բայց ուզում եմ ասել, որ այս խաղին աստղերի թիմից չի կարող մասնակցել Էմա Սապուլյանը։ Կանոնները լսելուց հետո հասկացա, որ ես բլոգերներից ոչ մեկին չեմ կարող օգնել։ Ինչքան էլ որ հակառակորդեն, միևնույնն է, եթե ընտրվեի բլոգերներից մեկի կողմից, ես ամեն ինչ պետք է անեի, որ ինքը հաղթեր։ Բայց ցավոք, այս մի խաղի դեպքում ես իմ վրա վստահ չէի։ Մենք քննարկել ենք, հնարավոր չէ սա ֆիզիկապես իրականացնելու համար, բայց որպեսզի արդար լինի, այդալեք, դու ազատ ես այս պահին, ոչ թե դու միանում ես աստղերի թիմին, այլ գալիս ես այստեղ փոխարինելու Էմային։ Սա սիրելի ուշադրող հատուկ ձեզ համար բացատրեմ, Էման
խնդրեց, որ չմասնակցի ֆիզիկապես հնարավոր չէ սա իր կողմից իրականացվի, որպեսզի բոլոր 5 մասնակիցներն ունենան հնարավորություն մասնակցելու Ռաֆը փոխարինի Էմային։ Արամը ասեց, որ Էման չի մասնակցում ու իր փոխարեն Ռաֆն է մասնակցելու ու այդ ժամանակ իմունիտետը սենց եկավ աչքիս առաջ։ Սիրելի մասնակիցներ, վստահ եմ պատրաստ եք դիրքերով այստեղ գալու է թե ձեր մոտեցումը խաղին, թե ձեր ոտքերը, թե ձեր մեջքը, բայց նաև մի շատ կարևոր դիտարկում անեմ։ Յուրաքանչյուր մասնակից աստղերի թիմից կարող ամեն ինչ անի, որ դիմացինը հաղթի։ Եվ կարող անի հակառակը։ Ուղղակի գցի, խախտի, ինչ ուզի անի, որի արդյունքում այսպես թե այնպես իր զույգը կպարտվի։ Դե ես կզարմանայի, եթե այտենց մի բան չդնեի։ Ես ազատ եմ։ Մեջը մի բան կա։ Դա կտեսնենք։ Պատրաստ։ Ուշադրություն, 1, 2, 3։ Մանոն, քանի որ մարզիչ է եւ մարզիկ է, ամեն դեպքում ունի առավելություն։ Որ խնդրեմ, խնդրանքս կընդունես։ Լսում եմ։ Այնտեղ չգնաս, էլի քո վատ առաջարկներով։ Նա պարտադիր այնտեղ գնալու։ Պարտադիր։ Առաջինը չէ, բայց պարտադիր։ Վարկյան առ վարկյան սպասում եմ, որ Արամը մոտենա մի բան առաջարկի, որ գցեմ, որովհետև Մանոն ուժեղ մասնակից է, ում որ չեմ ուզում, որ պահեմ ֆինալում։ Էդոն ու Ռոզալիան շատ ուժ են տրամադրված։ Ես ճիշտ ասած սպասում եմ, որ Էդոն կընտրի Շուշանին։ Հավես։ Լավ, դու։ Նայում եմ Ռոզալիայի դեմքին, տեսնում եմ արդեն ինքը ասենց մի քիչ դողդողում է, համ մեջքը, համ դեմքը, չեմ հասկանում իրան ձիգ է փորձում պահի, թե արդեն չի դիմանում, որովհետև շատ շուտ է դեպել։ Շատ մեջ կսացավում, քան թե ոտքերս։ Հենց, հանգստի վրա հենց։ Թե քեմ քեզ հանգստանաս։ Չէ։ Ագնեսն ու Էրմինը զրուցում են։ Գնաց մի վատ բանի համար հաստատ գնաց։ Նայ։ Ինձ շատ հետաքրքիր կլինի, որ օրինակ այս մեղմ ջերմ ժպիտը ավարտվի նրանով, որ այնպես անես, որ Ագնեսը մի անգամից չստանա իմունիտետ։ Չէ։ Ինչի՞ չէ։ Ինչի՞ ավար։ Որ ինձ նույն չեմ ընտրել եմ կային, վստահում եմ։ Ես քեզ կարամ շատ Գումարը կապ չունի, գիշերը քնելն է կարևոր։ Հասկացա։ Բայց դες արդեն չես կարողանում։ Ոչինչ, ինչքան կկարանամ։ Սա քո վերջնական որոշումն է։ Միանշանակ։ Նույնիսկ առաջարկը չլսեց։ Շատ լավ։ Վախ, ուսս բռնվեց։ Այ։ Կոյո է համոն։ Ռոզակցի։ Չգիտեմ։ Ձեյնատ կտրես երևի։ Խարա ուսս բռնվեց։ Չգիտես ինչի ես մտածում նույնիսկ դες անիմաստ առաջարկն է, որովհետև Էդոն արդեն մեծ ծավալի աշխատանք է կատարել ոտքերով։ Կրունկներով։ Բարձրացրավի։ Կրունկներով, խնդրում եմ կրունկներով։ Սես կարամ անել։ Չի կարող է անենց անում։ Ոտքա տուղի դա ճիշտ է ասում։ Խաղը ոտքերով է, Ռաֆոն իմունիտետ ունի ու ակնհայտ է, որ Ռաֆի ոտերին չի էս խաղը։ Ռաֆ ջան, ոտքեդ պետք է ծալված լինի։ Չէ, առաջ արի։ Հանդել ես, նու ինչի՞ է թողում, ասենք, չեմ հասկանում։ Ու ես գիտեմ, ես իմ քթից է գալու, ասելու է դու մի բան արեցիր, թողեցիր։ Ասենք, պրոստը թողնում ու գնում է։ Ընթացքում երկուսից ոտքերն էլ ահավոր սկսեց դողալ։ Քարը սղաց ու փաստացի մարդա մի ոտով ենք պահում այդ քարը։ Եվ Մրցածրա։ Իհարկե կարաս, բայց ուղղելու համար ու նորից դնելով, դրեցիք նորից։ Հիմա մենք սենց մի ոտքով պահել ենք, ես չգիտեմ ինչ եմ անում, Էդոն ոնց է այդ ամեն ինչը պտուտակում, փորձում ենք բարձրացնենք ընդեղից, Արամը չի կարելի, մի հատ խառնաշփոթ իրավիճակ։ Ոտքերը դրեցիք։ Չէ, արդեն դրեցիք։ Հրաշալի։ Վայ։ Գցիլա։ Քեմ Էդոն ասեց թող։ Եվ վերջ։ Բայց ամեն դեպքում լավ եք պայքարել։ Ապրեք։ Կներես։ Այ գերեթե։
Կարելի է ասել։ Ուր ոտքը ծուր։ Չեք կարող մեկ ոտքով։ Ոնց եք։ Սիմոնը։ Արի։ Ասի շատ միտլես է։ Պետք է առաջ գաս ոտդ որ ծալի։ Ինչ կամ առաջ։ Հո։ Ով է։ Հողը մենք։ Բելա։ Լավ, դավայ, 1, 2, 3։ Կարանք երկար պահենք, բայց գևը ոնց որ կան շատ տրամադրված չի, դրա համար թողեցինք։ Եզրափակիչ փուլ են դուրս եկել Էրմինան եւ Ագնեսը, Մանոն եւ Ռաֆոն։ Բաց աշխատանք է տանում։ Գնաց, հեսա մի բան առաջարկելու է, նայի։ Ինչպես եք։ Դու պայքարում ես Մանոյի իմունիտետի համար, Մանո դու պայքարում ես քո իմունիտետի համար։ Ով աղտեց, մի անգամից գնում է եզրափակիչ։ Պատկերացրեք Ռաֆոն մինչև վերջ իր ուժերը ներդրեց իմ հետ։ Այնքան հոգնում էր դղեն, ես զգում էի, ես էլ էի հոգնում իհարկե, որ ասում եմ մի քիչ բարձրացնենք, մի քիչ իջացնենք, ասում էի դիմացի Ռաֆո։ Արի վերևանենք։ Ահա։ Ագնես, մի թուլացրու, Ագնես, մի թուլացրու, կյանքս։ Չեմ կարան։ Ոչինչ, Ագնես, դիմացի, կյանքս, դիմացի։ Լավ բաներ մտածի։ Այ, դավայ։ Իմունիտետ ֆինալ։ Հա։ Չէ, չգցես։ Չեմ բան չեմ անում։ Ինչ որ բան թուլացրել ես։ Չէ, բան չեմ արել։ Մի դողա։ Որ դողում ես իմ բան։ Ահա որ ուզում եմ, որ Ագնեսը հաղթի իմունիտետը, անսահման կոպիտ ասած վիզ եմ դնում այդ ամենի համար ու Վերջ! Քանի որ Ագնես եւ Էրմինան գծեցին, աղջի Մանոն պետք է քվեարկի։ Նաեւ Ռապոյի շնորհիվ ինչու՞ չէ, միասնական աշխատանքի շնորհիվ Մանոն նույնպես բլոգերների թիմից եւս մեկ մասնակից ունի իմունիտետ, դա Մանոնն է։ Իմ համար ամենակարևորը որ Մանոն իմունիտետ չստանար, բայց ստացավ։ Սա խաղի ընթացքում ֆուտբոլի մեկնաբանի պես խաղաց անցավ ֆինալ։ Իմաստը որն է այդտեղ։ Ինչպես անցյալ անգամ ասեցի հեքիաթը վերջացավ Ագնես ջան, ժամանակն է որ գնաս տուն։ Հասցրիր առաջարկներով։ Էրմինան ուզում է, Էրմինա, տեսնում ես, եթե դու իմ առաջարկը ընդունեիր, այսպես թե ամպես դու տախել նվեր էի քեզ տալու շատ սիրում։ Չէ, ինչևէ։ Շատ լավ, հիմա գնանք մի փոքր սենյակներում հանգստանանք, որից հետո լինելու է քվեարկություն։ Անահիտ ջան, ինչպես ես։ Վատ։ Գնացինք։ Խմող կա, լսնեմ։ Պաստորեն 3 թե 4 հոգի ունենք քվեարկվող այսօր, չէ՞։ Ախպեր, Մանոն պետք է այդ անտերը չշահեր։ Խի։ Որի անգրգենք։ Դե պահեիք էլի։ Դե չանհնար էր։ Ես առաջին ուզում եի որ Էդոն գնար, դաժե ինձ շատ։ Ես գնայի։ Օպեկ խաղեր։ Չէ, իմունիտետ ստանար։ Ես Ագնեսինը քնում։ Ինչո՞վ է։ Դե չգիտի, ինձ թվաց դες մի 2-3 րոպե կպահե։ Կանացի ինտուիցիայով էին պահում, հավերժ կարային պահել։ Եվ այո, Ժորժ, բայց բանը հիմա ինքը քարտ ունի, որով ինքը կարա մեկին ուղարկի փոքր խաղել։ Դե իհարկե մենք իրան սրսկել ենք, որ ինքը աստղերի թիմից ինչ-որ մեկին ուղարկի։ Հուսանք։ Այնտեղ Ռաֆոնը ալա պոտենցիալ տենց։ Ռաֆոին ճամփի თუ հետա, հետո մենք Գևին ենք քվեարկում, ինքն ու Ռաֆոն գնում են փոքր խաղեր։ Հա։ Պլանը իդեալական է։ Արս էմայի հետ էլ գնաս։ Իրա մոտ է։ Դե հա դե պալյուբոմ տենց նորմալ։ Բայց կգրես, հա։ Հենքը կգրի նագլի բաներով կեթան։ Դե ես իմունիտետ ունեմ, իմ մոր մեկ է, դուք ինչ ուզում եք արեք։ Անահիտ, 7 շաբաթ հետո նոր ես քեզ վերջապես տեսա Լեդիզոնի այս մարզասարքի վրա։ Մարզվել չես սիրում։ Ես մարզվել շատ եմ սիրում, շատ էլ որ չես տեսել։ Հա, դու գալիս ես, ես չեմ հասկացել։ Ամեն օր։ Ապրես կաներես, ներողություն եմ պատճառ։ Բայց հիմա իրականում ուրիշ բանի համար եմ եկել ասեմ, Լեդիզոնում գիրական ակցիա գործում։ Տեսա, պարապում ես, ասի գամ ասեմ, չասի էլի սերի ռստատիտող, գիտեի չասեցի։ Լավ։ Ձերք բերելով Լեդիզոնի մարզասրահի փաթը, ուզում ես հնարավորություն Լեդիզոն benefit նվեր քարտ ստանալու հնարավորություն, որը կարող ես օգտագործել խանութներում, գեղեցկության սրահներում, սրճարաններում,
նենց որ ես հիշում եմ, որ դու դեռ չունես փաթեթ, ինչ անեմ նվիրեմ։ Ապրես, ես էի ուզում ասել, նախ էս ռեժիմս արագացնեմ, այո, իսկ դու մտածի երբես նվիրում ինձ։ Okay. Վերջին անգամ Arm Games-ի այս ֆանտաստիկ եթերաշրջանում, որտեղ աստղերը մրցում են բլոգերների դեմ, մենք ունենք քվեարկության զոնա։ Կիսաեզրափակչի վերջին դաժան փոքր խաղն է առջևում, բայց ուզում եմ նայենք հիմա թմերին, այստեղ տեսնում ենք Ագնեսը եւ տղաները բլոգերների թիմից եւ Ռաֆն ու աղջիկները աստղերի թիմից։ Միակ տղան համաչափ է ստացվել, այո, համաչափ է ստացվել։ Ես նախ բոլորի շնորհավորում եմ։ Այսօր այստեղ 11 մասնակիցներ են, ես վստահ եմ բոլորս, ինչպես հեռուստադիտող, այնպես էլ դուք, նաեւ մենք եւ ամբողջ մեր անձնակազմը վայելել ենք այս եթերաշրջանը։ Այսօրվանից սկսած մեզ մոտ սկսվելու է անհատական խաղ, որտեղ չկա ընկերուհի, թիմ, ամեն մեկս каждый за себя։ Arm Games անհատական։ Ես ուզում եմ, որ տրամադրվեք այսօր դուք ունեք իմունիտետ, ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ սիրելի աստղեր։ Ձեզ չեն կարող քվեարկել։ Երկար ժամանակվա դադարից հետո վերջապես մենք չենք քվեարկում։ Ասեմ ինչքան ուրախ եմ, թե հասկացաք։ Դուք չեք քվեարկվելու եւ դուք նաեւ չեք քվեարկելու։ Քվեարկությունը լինելու է միայն բլոգերների թիմում, որտեղ երկու մասնակից ունեն իմունիտետ։ Ռաֆը, ով Pinkberry-ի կողմից ստացավ նվեր, եւ Մանոն, ով Ռաֆի հետ մրցակցության արդյունքում, այսինքն Ռաֆի նաեւ համատեղ ուժերով վաստակեց։ Ստացվում է, որ Հայ Դալեկը, Մանոն, Էմմա Սապունջյանը, Շուշանը, Ռաֆը երկիչ, Էրմինան եւ Ռոզալիան եզրափակում են։ Գազաններ, ես ֆինալում եմ։ Գիտեք ինչի։ Որովհետև ես Ռոզալիա Մնացականյանն եմ եւ դրանով ամեն ինչ ասված է։ Մրցակցությունը Ագնեսի, Գևորգ Մարտիրոսյանի, Էդգարի եւ Ռուբոյի միջև է լինելու։ Այո։ 4 մասնակից։ Այո։ Ասեմ ավելին, այսօր ընդամենը 1 մասնակից է լքելու նախագիծը եւ եզրափակիչ հաղորդում գնալու ենք 10 մասնակցով, որովհետեւ մեր եզրափակիչները կարծես 3 հաղորդումը մեկում լինեն։ Դա եզրափակիչ չի, դա եզրափակիչ հաղորդում է։ Սկսելու ենք 10-ով, հետո տեն շարունակաբար քչանալու, վերջում ինչ-որ մեկը հաղթելու է Royal Armenia-ի կողմից պատրաստած, իրականում հայկական պատմության մեջ շգրանցված, այո, այսպիսի մրցանակով, որն է ավտոմեքենա։ Բայց մի բան կա, որի մասին ես անհամբեր սպասել եմ ամբողջ օրը։ Ես ոնց սպասել եմ մեկ շաբաթ։ Ես գիտեի, ես ասում էի, չէ՞ որ հաստատ մի բան կա։ Ինչ լավ է մագնիս խմել են։ Այսպես թե այնպես Ռաֆը եւ Մանոն ունեն իմունիտետ։ Ահա։ Եվ ես ասացի, որ նրանք եզրափակում են, բայց կա մի բայց, այդ բայցը դեռ չի ասել։ Բայց Բլոգերների թիմը պարտվել է։ Այո։ Եվ ես դրա համար ամեն ինչ արել եմ, որ պարտվել։ Այսինքն դե պարզ էր։ Ինչն էր պարզ, Ռուբեն։ Որ քեզ ձեռ չի տալիս, որ մենք հաղթենք մեծ խաղերը։ Բլոգերների թիմում եղել է դավաճան։ Աստված։ Գործակալ։ Ես ընդհանրապես չէի սպասում, որ մեր թվում կարա լինի դավաճան։ Ու հենց դավաճան, ոչ թե գործակալ, պետք չի ընդհանրապես մեղմացնել։ Մեր թիմում 2 հավանական գործակալներ կարան լինեն՝ ես ու Գևը։ Եվ ես ինչպես ասացի, այսպես թե այնպես բլոգերները այսօր շանս չունեին հաղթելու, կամ տվյալ մասնակիցը գնալու էր վտանգավոր գոտի միանգամից։ Արամին արդեն սկսել եմ ճանաչել ու տեսնելով իր գոհ հայացքը, հասկանում եմ, որ անհավանական մեկն է։ Բայց ով։ Եթե բոլոր մասնակիցները քվեարկության ժամանակ քվեարկեն նրա դեմ, այդ մասնակիցը կգնա վտանգավոր գոտի։ Եթե ոչ, նա եզրափակում է։ Եթե նույնիսկ նա մեծամասնություն ձայները հավաքեց, բայց ոչ բոլոր ձայները,
նրա համար նույնպես կա իմունիտետ, որ ես նրան խոստացել եմ։ Աստղեր, ինչ կասեք։ Տեսեք շատ յավնիչի ով է դավաճան։ Ես մտածում եմ, որ երկու մարդ կարող են լինել, կամ Հայդալեկ, կամ Ագնես։ Արամ, ես մի բան չհասկացա։ Հիմա քվեարկելու են նրա դեմ, ում մտածում են, որ ինքն է դավաճանը, թե ուղղակի քվեարկում են նրա դեմ, ում ցանկանում են, որ դուրս գա։ Քանի որ նշեցի, որ նաև կքվեարկվեն Մանոն եւ Հայդալեկը, նշանակում է, որ քվեարկությունը լինում է միայն այս պահին այն մարդու դեմ, ում որ մտածում են, որ դավաճանն է։ Ստացվում է մենք ունենալու ենք երկու քվեարկություն, այսպես թե այնպես։ Առաջինը քվեարկում ենք այն մարդու դեմ, ում որ մտածում ենք, որ դավաճանել է ձեզ։ Գնում եմ քվեարկելու, չեմ հավատում, որ մենք հիմա այս վիճակում ենք։ Եթե ես չեմ, ուրեմն Գևն է։ Չեմ տաքսնի ինչ որ չափով ինֆորմացիա ունեմ այդ մասով։ Երբ որ լսեցի Արամին, այլ երկրորդ տարբերակ չկար։ Շատ լավ։ Քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը այս անգամ եղել է միայն այն մարդու դեմ, թե այսպես ասած, թե ով է դավաճանը։ Կրահել են, թե չեն կրահել, այս դրա մասին է խոսքը գնում։ Եթե չկրահեն, տվյալ մարդը, եթե ունի իմունիտետ, իր իմունիտետը մնում է իրեն, եթե չունի, ստանում է իմունիտետ։ Այստեղ 3 հոգու են քվեարկել։ 2 ձայն ստացել ես Գև դու։ Ագնես 2 ձայն ստացել ես դու։ Ես կարծում եմ, որ կարող լինի դավաճանը Ագնեսը։ Բայց հուսով եմ սխալվում եմ։ Ռաֆ 2 ձայն ստացել ես դու։ Չմասնակցելով նույնիսկ խաղին։ Ասեմ, որ Ռաֆը եւ Մանոն չեն եղել իմ գործակալները։ Դուք եզրափակում եք, չնայած ինձ թվում է դուք ձեր ներսում գիտեիք, որ դուք արդեն եզրափակում եք, որովհետեւ դուք չեք եղել, դուք ինձ հետ գործակ չեք կապել։ Մարդիկ հալալ քրտինքով արդար վաստակել են իրենց իմունիտետները։ Անցյալ շաբաթ մի մասնակցի հանդեպ հնչեց բարձրաձայն մտքեր, որ նրա դեմ քվեարկելու են։ Ես էլ դա օգտագործեցի։ Այո, այսօր բլոգերների թիմի դեմ դուրս եկավ միակ աղջնակը Ագնեսը։ Հա, ես եմ։ Ասում էի, չէ՞։ Զգում էի։ Ես գիտեի, որ Ագնեսն է գործակալը ու այդ ամեն ինչը իմանալով ես բնականաբար իր դեմ չեմ քվեարկում, որպեսզի ամբողջ ձայների քանակը իրան չգնա եւ ինքը ոչ մի դեպքում չգնա փոքր խաղեր։ Ամենաանսպասելին էր Ագնեսի պահը, որովհետեւ ես մի քիչ ինձ օգտագործված եմ զգում։ Ինքը հուզվեց խաղի ընթացքում, ես իրա կողքը եղա, եկավ ասեց Ռուբեն վրես գոռաց, ինչի գոռաց, այսինքն ես իրան խաղի ընթացքում մի քիչ էլ նկարումներից դուրս հենց աջակցեցի, խոսեցի ու հիմա պարզվում է ինքը այդ բան դավաճանում էր։ Ինձ էլ հետը։ Բրավո Ագնես։ Ագնեսի անունը լսեցի, շոկ, բայց այդ ինչքան ուրախացա, որ ինքը այդ մախինացիան արել է։ Բրավո, թե կարում եք, դուք էլ արեք, թե չեք կարում, մի դատեք Ագնեսին։ Ծափ եմ տալիս քեզ, բայց համար էի լացում։ Այս նախագծում մի մարդ կար, ում վրա երբեք չէի կասկածի։ Ու այդ մարդը Ագնեսն է։ Ընդհանրապես չէի մտածում, որ Ագնեսն է, բայց Ագնեսին չեմ էլ մեղադրում։ Ես էլ իմանայի, որ ամբողջ թիմը քվեարկելու է ինձ, ես էլ կանեի այդ քայլը։ Շուշ, դու Ագնեսի ամենամոտ ընկերուհիներից ես, համենայն դեպս շատ մոտ եք, 6 օր միասին ապրել եք, այս ընթացքում որպես թիմ պայքարել եք, դու սպասում էիր իրանից այս քայլը։ Ընդհանրապես։ Երևի մի քիչ էլ նեղվեցի, որ չի կիսվել իմ հետ։ Ախր շատ մի տեսակ Ագնես, իսկ դու ու այսքան գոնե փոշմանում ես։ Չէ, անցած էպիզոդում, քանի որ Ռաֆոն բոլորին համոզում էր, որ ինձ քվեարկեին, իսկ ես միշտ թմային եմ խաղացել, դրա համար տենց ինատ ընկա ու այսօր եղավ են ինչ եղավ։ Ես իհարկե իրական կյանքում տենց բան չի անի, բայց քանի որ ես լրիվ խաղ է ու եթե խաղերում Շուշոնել, Էդոնել գիտեմ, որ եթե իմ դեմ տրամադրվում են ու իմ մեջքի հետևում ինչ որ բաներ են պլանավորվում, ես ինատ եմ ընկնում։
Ու այսօր պատասխանը եղավ ինքս ինձ ապավագրելով։ Դու քեզ ապավագրեցիր։ Ագնեսը միանում է մնացած բոլոր 7 մասնակիցներին։ Ագնեսի նվերը, ինչպես ես խոստացել էի, դա իմունիտետն է, ես տալիս եմ նրան, եւ ես ունեմ Arm Games այս եթերաշրջանում իմ գործակալ ամեն դեպքում։ Տոմս դեպի եզրափակիչ։ Տոմս դեպի եզրափակիչ։ Վստահ եմ, որ եթե Արամը ինձ առաջարկը չաներ ու մեր թիմը պարտվեր, ես հաստատ հայտնվելու եմ վտանգավոր գոտում։ Ու կարա մի անգամ էլ ասեմ, որ չեմ փոշմանում։ Ռաֆո ջան, Ռուբո ջան, հեքիաթը դեռ նոր է սկսվում։ Շատ լավ, վերադառնում ենք իրականություն, մեզ մոտ քվեարկությունն է սկսվում։ Քվեարկությունը լինելու է Գևորգի, Էդգարի եւ Ռուբենի դեմ։ Միայն նրանք են քվեարկվելու, բայց բոլոր բլոգերները քվեարկելու են։ Խնդրեմ, կարող եք սկսել։ Ըստ Ես ինչքան էլ տականություն եմ արել, այդ արել եմ նրա համար, որ մենք մաքսիմում շատ բլոգերներով հայտնվենք եզրափակչում, բայց Ագնեսի տականությունն է։ Այստեղ գրված է 2 հոգու անուն։ Հավելին ասեմ, երկուսն էլ հավաքել են հավասար ձայներ։ Բայց մինչև կբարձրաձայնեմ արդյունքները, ես մեր օգնականին խնդրեմ մի քիչ թուլացնենք մթնոլորտը։ Pinkberry ընկերությունը հատուկ սառցե բոքս է բերել, հենց հատուկ բերել է, հասցրել է այստեղ թե համեղ իր պաղպաղակներն ուտենք, թե նաև այս թեժ մթնոլորտը մնացած սառեցնի։ Մի մեծ հարց կա, Գևորգ Մարտիրոսյան ասաց ես ունեմ քարտ, Մանոն ուներ իրավունք դաբլելու, ում դեմ որ քվեարկում էր, կրկնապատկելու, չի օգտագործել, դրա համար մենք ունենք հավասար միավորներ։ Եթե Մանոն օգտագործեր իր քարտը, արդի կլիներ նաև Գևորգի քարտը։ Որովհետև այդ դեպքում որևէ մեկը կգրավեր առաջին տեղը վատառումով, մյուսը երկրորդ տեղ։ Բայց այս դեպքում երկու մասնակիցներն էլ հավասար, վաստակել են հավասար միավորներ, եւ այլևս Գևորգի քարտը չի կարող օգտագործվել որևէ մասնակցի դեմ։ Վատը գիտեք, որ նա, որ ես կարայի այդ քարտը մինչև քվեարկություն օգտագործեի, բայց չարեցի։ Եվ 3-ական ձայն ստանալով փոքր խաղեր են գնում Էդոն եւ Գևորգ Մարտիրոսյան։ Ես սպասում եմ, որ այստեղ կտեսնեմ նաև Ռուբոյի ձայնը, իսկ թվում է Ռուբոն նույնպես։ Սպասում եմ։ Ես սպասում եմ, որ գոնե մեկ ձայն կստանաս։ Ես բոլորին մաղթում եմ լավ երեկո, մենք ասում ենք փոքր խաղեր, որտեղից եզրափակիչ չի գնա կամ Գևորգ Մարտիրոսյան, կամ Էդը։ Էդ Գևորգ, դուք վտանգավոր գոտում եք քվեարկության արդյունքում, Էդը առաջին անգամ է վտանգավոր գոտում, Գևը արդեն փորձ ունի, ու ձեր առաջ խաղ է, այս խաղից հետո կորոշվի, թե ով է անցնելու արդեն եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ, ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում առասարակ սա, խաղը։ Ձեր առաջ տեսնում եք բառը, եզրափակիչ, և տեսնում եք համապատասխան տառերը։ Դուք պետք է այս բառի ցանկացած տառով կազմեք նոր բառ։ Փոքր խաղը բավականին սրտովս էր, հենց ամենասկզբից որ տեսա թեթևացա մի քիչ։ Այն մասնակիցը, ով այլևս չի գտնի որևէ բառ եւ կանցնի 15 վայրկյան, նա միանգամից կպարտվի։ Յուրաքանչյուր բառի համար դուք ունենալու եք 15 վայրկյան։ Պարզ է, որ սկզբում մի փոքր արագ կլինի, բայց վերջերում արդեն երբ որ բարդացավ, կրկնում եմ 15-րդ վայրկյանից հետո խաղն ավարտվելու է։ Լսում եմ փոքր խաղի բացատրությունը ու հասկանում եմ, որ այս խաղը իմ համար է։ Բառը նաև կարող է լինել հատուկ բառ, այսինքն անուններ, ոչ միայն բառ, այլ նաև կարող է լինել անուն։
Նայում եմ եզրափակիչ բառին ու լիքը բառեր ամատքից գալի։ Կարծում եմ խաղը շատ պարզ է։ Չինգաչունգով որոշեք թե ով է սկսում։ Եվ դու ես սկսելու։ Բառը ես։ Բայց կարամ խառնեմ նորից։ Այո, բայց ամեն անգամ դու ունես ստարտինգ վարքյան պետք է շտապես։ Փակ։ Ռափի։ Այ։ Ինչ ասել դու, փակ ասել։ Հինգ վայրկյան։ Խաղի երկրորդ շրջանից հասկացա, որ սաղ մոռացել եմ այդ բառերը։ Պետք է այդ պահին նորից ինչ-որ բան մտածեմ։ 4 Փակ ասեց ինքը։ 3 2 Կեր Փակիչ Բավականին շատ բառեր կան, Գևորգ։ Ասեմ, որ իսկապես լավ բառ է ընտրված, 30-ից ավել, նոր բառ ստեղծելու հնարավորություն կա։ Խաղի երկրորդ շրջանից Գևը խառնվում է իրար ու ես հասկանում եմ, որ մինիմում մի 6-7 բառ արդեն իմ գլխում ունեմ, այսինքն այդքան շրջան դեռ ունեմ։ Ափեզեր։ Ափեզեր։ Չար։ Չար։ Գևորգ 5 վայրկյան։ 4 Ակ ճիշտ եմ։ Էդգար։ Արա։ Արա։ Անուն կա այդպես գեղեցիկ շատ։ Չափեզեր։ Կափարիչ, ճիշտ եմ։ King, 4, 3, 2, 1, Գևորգ, վերջ։ Արամն ասեց վերջ, ես պարտվեցի, Եվ արդար խաղով պարտվեցի, ես շնորհավորում եմ իմ թիմակցին, որ անցավ եզրափակիչ։ Էդգարը անցնում է եզրափակիչ, Էդգարը վերջին մասնակիցն է, ով անցնում է եզրափակիչ։ Էդգար ջան, քեզ շնորհավորում ենք։ Դու չունես հնարավորություն բոնուս վերցնելու, որովհետև թիմային խաղերը ավարտվում են, բայց դու արժանի ձևով, հաղթանակով, վաստակելով անցնում ես եզրափակիչ փուլ, քեզ մաղթում ենք հաջողություն այնտեղ, ու երբ որ որևէ ձև նաև ստացի, որ դու հաղթես, նաև կհիշես այս փոքր հաղթանակը, որը քեզ ճանապարհ տարավ դեպի մեծ հաղթանակ։ Շնորհավորում եմ քեզ ու մաղթում հաջողություն։ Դե ինչ կտեսնենք եզրափակիչում։ Հեռուստադիտողներից շատեր ամենաշատ կոմենտներում հենց հնչել է այն խոսքը, որ այո, սիրելի հեռուստադիտող, Գևորգ Մարտիրոսյան իմ վաղեմի ընկերն է, երկար տարիների ընկերն է, բայց սա եւս մեկ ապացույց է, որ Գևորգը ունենալով ուր է այն քարտը լցույց տուր Գև։ Արդեն չկա, ունենալով այդ ֆանտաստիկ քարտը, ու մենք կարայինք, չէ, հորինեինք, եթե ուզենայինք, բայց չէ, մենք պահում ենք մեր կանոնները, այն կանոնները, որը վնաս չէ որևէ այլ մասնակցի։
Գեվ, ասեմ, որ շատ ուրախ եմ, որ մասնակցել ես։ Ես էլ։ Բոլորը շատ են սիրել ու ես վստահ եմ, թե բլոգերների մասն է խոսքը գնում, թե Աստղերի, թե մեր ամբողջ ազնագազմի օպերատորական թիմի ռեժիսորի, թե Անահիտի բոլորս դու մեր այն որ ասում է նախագծի սլեյն ես եղել։ Գույնը համահոտը։ Ես էլ իսկապես շնորհակալ եմ Սաղից, ես ունեմ լավ ընկերներ համ բլոգերներից, համ Աստղերից ու ուրախ եմ, որ ինձ հրավիրեցիր։ Ես կարծում եմ, որ լավ հիշողություններ ու լավ ընկերներ կտանեմ ստեղից։ Ես շատ կուզեի, որ Գևը Մարտիրոսյան լիներ եզրափակչում, բայց սա խաղ է ընկերս։ Ես կսպին գրկում եմ։ Դե իմ սիրներս Գևորգ Մարտիրոսյան, այո սիրներս։ Թռիչքով, բայց ոչ եզրափակիչ, ափսոս։ Գևորգ Մարտիրոսյան վերջին մասնակիցներ, որ լքեց մեր նախագիծը եւ մենք 10 մասնակիցներով տեղափոխվում ենք եզրափակիչ։